Գալիս է իմ Շարասյան մեջ ելնում է մի հատ տանկ, որը ինձանից հետո 4-րդն էր։ Մի անգամից հարվածում է տանկին, ուժեղ պայթուն է լսում, շատ ուժեղ, եւ տանկը սկսում է վառվել։ Մի անգամից ես հրամանտվի կրակ 4-րդ պլաշտի հրամանատարը Մարոն Գալստյանը առաջին կրակոցը կատարեց ՀՄՄ1-ով։ Մի անգամից ուղիղ նշանառությամբ այդ խմբավորման մեջը ՀՄՄ-ների ավտոմատ պուշկային բոլորը սկսեցին ինտենսիվ կրակ։ Նրանց բոլորին ոչնչացրին, տակտիկայում կասես մի հատ հասկացողություն, որ հարձակվող հակառակորդի վրան հարձակում չեն պլանավորում։ Այս հարձակվող հակառակորդին առաջին նախապայմանը պետք է կանգնեցնել։ Երբեք այսքան վաղ ասած չկամ, ձախողվել է օպերացիան։ Համաձայն դատախազության մեղադրական եզրակացության 8-րդ բրիգադի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար փոխգնդապետ Գեղամ Աբրահամյանը գումարտակի անձնակազմով ընդգրկված լինելով Զորամասի ուժերով 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացվող հակահարձակմանը պարտավոր է եղել ստորաբաժանման հետ, ի թիվս այլ ուղղությունների, հակահարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր Լեռ Լյալյա Իլյագի ուղղությամբ, սակայն առկա զենք զինամթերքի կորուստները հաշվարկելու պատրվակով մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու դիտավորությամբ հրաժարվել է շարունակել մարտական առաջադրանքի կատարումը։ Գեղամ Աբրահամյանը գումարտակի անձնակազմին հանձնարարել է շեղվել նախանշված ճանապարհից, մերժել է վերադաս հրամանատարության հետ կապ հաստատելու առաջարկները, որից հետո առանց ավագ պետի թույլտվության գումարտակի ամբողջ անձնակազմին հրամայել է շրջադարձ կատարել եւ վերադառնալ, չշարունակելով հակահարձակումը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ամենաքննարկված դրվագներից մեկը հոկտեմբերի 7-ի հակահարձակման օպերացիան էր։ Այն հանրության շրջանում ավելի հայտնի է Լելե Թեփեի օպերացիա անունով։ Այդ օպերացիայի վերաբերյալ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Արթուր Օհանյանի, նույն բրիգադի տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանի եւ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանի նկատմամբ։ Այսօր Գեղամ Աբրահամյանի հետ կզրուցենք հակահարձակման օպերացիայի, դրա մանրամասների եւ ձախողման պատճառների մասին։ Պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Կպատմեք հոկտեմբերի 6-ին ինչ իրավիճակ էր Արցախում, դուք որտեղ եք եւ ինչպես իմացաք այդ օպերացիայի մասին։ Հոկտեմբերի հենց սեպտեմբերի 27-ին պատերազմը վերսկսելուն պես մենք զբաղեցրել ենք մեր կենտրոնացման շրջանը, մինչեւ ամսի 6 հոկտեմբերի գտնվում ենք կենտրոնացման շրջանում։ Զանգով տեղեկացնում են, որ Օհանյան Արտուրը, Աբրահամյան Գեղամը, մեկ է Մնացականյան Գառնիկը ժամը 10-ին կամ 9-ին կոնկրետ չեմ հիշում, երևի 9-ին 10-ին պիտի գտնվեն խորացված հրամանատարական կետում բունկերում, այսինքն Ստեփանակերտում, այո։ Եվ մենք գալիս ենք խորացված հրամանատարական կետ, այնտեղ մեր հրամանատարը մեկ շուտ է դուրս եկել գնացել Ստեփանակերտ։ Արտուր Օհանյանը մեզ դիմավորում է հենց բունկերի հայաթում եւ մենք երեքով մտնում ենք խորացված հրամանատարական կետ։ Ուրեմն դեղ բանակի հրամանատարը անմիջապես սկսում է այդ օպերացիայի մշակումը, խնդիրների առաջադրումը, հարցերը տալու ժամանակ բրիգադի հրամանատարը բանակի հրամանատարին առաջարկեց, որ հնարավոր չի օպերացիան 1 օր, 2 օր թեկուզով հետաձգվի, ազնագազմը մեր կենտրոնացման շրջանից բերենք մոտիկացնենք, ասենք այդ հարձակման տեղին մոտ, որպեսզի հեշտ լինի, հնարավոր չի, էֆեկտիվ չի լինի, ազնագազմը 100 կիլոմետր երթ կատարի, սա գիշերը պիտի երթ կատարեինք ու անմիջապես մտներ հարձակման մեջ։ Հետի որ պատասխանեց, որ ոչ, ժամանակի խնդիր կա, մի խոսքով չհաստատեց բրիգադի հրամանատարին խնդիրը դնելուց հետո անձամբ անցնում է գումարտակի հրամանատարներին, տանկային գումարտակի խնդիրը ոնց է կատարելու, ինչ է կատարելու եւ նորից հարց է տալիս հասկացել է թե ոչ, գումարտակի հրամանատարը, որից հետո անցնում է ինձ մոտորաձգային գումարտակի խնդիրը բացատրելուց հետո ուրեմն ես նենց եմ հասկացել, իմ խնդիրը դրած էր, կոնկրետ դրել էր, որ Շարասյունը պետք է ընթանայի տանկային գումարտակից հետո անմիջապես, երկրորդը եւ հասնելով Քյանդ Խորադիս բնակավայր տանկային փոշ ճանապարհի հետևով, տանկային
գումարտակի հետ զուգահեռ ընթանայի եւ տանկային գումարտակը, որ թեքվեր դեպի Նժդե, դեպի Լելեթեփե բնագծով բարձրանար այդ բնագիծը, ես պետք է հետ դարձ կատարեի Արա լեռից 1.13-րդ զաստավի այդ բնագիծը աչիստկա, այսինքն հայտնաբերել հակառակորդի մխրճված խմբավորումները, դիվերսիոն խմբերը եւ ոչնչացնել։ Խնդիրը դնելուց հետո Զորամասի բրիգադի հրամանատարը Օհանյանը անմիջապես հարց է տվել բանակի հրամանատարին, որ մոտորաձգային գումարտակի խնդիրը իմ համար մի քիչ sense մտածելու տեղ ենք, այսինքն sense եմ հասկացել, որ մեր թիկունք մխրճված հակառակորդ կան, որը բանակի հրամանատարը պատասխանեց այո կան, եւ հաջորդ հարցը տվեց, ինչ խմբավորումներ են, էլիտա է, թե պրոստը տակ զինվորներ են, պատասխանեց, որ գնահատում ենք, որ էլիտա է։ Եվ տեղ մեզ նշեցին մեր պրավադնիկները, քանի որ Բադասյան Վահանը ես նշեցի, վիրավորվել էր, Զորամասին ուղեկցորդ նշանակվեց առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Մանուկ Մելքոնյանը, տանկային գումարտակի հրամանատարի ուղեկցորդ նշանակվեց հրամանատարի տեղակալ Մանուկի տեղակալ եթե Մովսիսյան Մխիթար, եթե չեմ սխալվում, այդ նույն գումարտակի հրամանատարի տեղակալը եւ իմ գումարտակին ուղեկցորդ նշանակվեց նույն գումարտակի շտաբի պետ մայոր Օհանյան Արտուր Սլավիկի։ Մեզ ասեցին, որ իրանք 9-րդ խաշմերեկում մենք որ երթը կատարենք կգան կմիանա մեզ, որպեսզի ճանապարհը, քանի որ մենք անծանոթ էինք, նշեմ եւս մեկ բան, որ մեր բրիգադան ես 2015 թվականից ծառայում եմ 8-րդ առանձին մոտորաձգային բրիգադում, երբևիցե այդ հատվածում խնդիր չենք ունեցել։ Այսինքն մեր պաշտպանության քարտեզներում, մեր մարտական քարտեզներում նշված տեղանքը չկար։ Մեր խնդիրները միշտ եղել են երկրորդ պաշտպանականի Ձախթևային գումարտակից մինչև Մարտակերտի Կարմիրավան կոչվող տեղամաս։ Այդ ուղեկցորդների դրա համար էին նշանակվել, որ մեզ ճանապարհը, քանի որ իրանք այդ հատվածում իրաց պաշտպանության հատվածներ տեղանքային իմանան ցույց տային։ Որից հետո մի խնդիրները դնելուց հետո նորից բանակի հրամանատարը ինձ նորից անդրադառնում, հասկացել եմ խնդիրը, նորից բացատրում եմ, ընդունում եմ, որ հասկացել ենք, դուրս ենք գալիս հասնում Զորամասի հրամանատարական կետ, որը որ նշեցի բնակավայր Ասկերյանի մոտ էր տեղակայված, եւ տեղ բրիգադի հրամանատարը անցկացնում է կարճ խորհրդակցություն, այսինքն այստեղ քննարկվում են այդ խնդրի վերաբերյալ որևէ խնդիր մեզ չի դնում, քանի որ խնդիրը արդեն բանակի հրամանատարը մանրամասնորեն դրել էր, տեղ ասենք քննարկում ենք ասենց երթի հետ կապված մի շարք հարցեր, անվտանգային հարցեր, երթի ընթացքում տեխնիկաների խափանման հետ կապված ինչ խնդիրներ պետք է կատարենք եւ այլ կապի հետ կապված նմանատիպ հարցեր եւ նշվում է երթի պատրաստականության սկիզբ, որից հետո մենք վերադառնում ենք մեր կենտրոնացման շրջաններ, դե նշեմ, որ մենք բունկերից դուրս ենք եկել արդեն զանգով խնդիր էինք դրել մեր շտաբի պետներին, որ զրահատեխնիկաները, որը որ կենտրոնացման շրջանում գտնվում էր իրանց այդ թաքստոսներում, արդեն հանեին, շարասյուն կազմեին, որ մենք գնայինք ժամանակի խնդիր չունենայինք էլի արդեն պատրաստ լինել։ Որից հետո ես դե Զորամասի հրամանատարին առաջարկում եմ, որ տանկային գումարտակը անցնելուց հետո մոտ 30-40 րոպե հետո ես դուրս գամ, քանի որ տանկի տեմպը մի քիչ դանդաղ է, քան թե ՀՄՄ-ներին էլ։ Ժամսի 6-ին երեկոյան ժամը 12-ներ, 1-ներ հստակ արդեն չեմ հիշում մեկը բան այդ կողմերը սկսվեց երթը դեպի Լելեթեփե ուղղությամբ։ Ուրեմն երթի ընթացքում եղել են խափանումներ, օրինակ կոնկրետ իմ գումարտակից նշեմ, որ 22 ՀՄՄ-եր, թրթուրավոր տեխնիկա, մնացած անվավոր 22 տեխնիկայից 5 հատը մնացել էր ճանապարհին, ասենք 2 հատի շարժիչներ շարքիցել էր,
դե կար փոխանցման տուփի հետ կապված խնդիր եւ երկու հատ տեխնիկա էլ յուղի հետ կապված, յուղի արտահոսքերը ղեթափել, որից հետո այդ երկու հատը բերել միացրել են նորից 9 կիլոմետր արագ հարցերը լուծել է վերանորոգման խումբը եւ բերել են։ Իջել ենք Հադրութ քաղաքը անցել հենց 9-րդի Խաշմերուկում մի պահ կանգ առանք, որտեղ տեղը ինձ մոտիկացավ իմ ուղեկցորդը, որը նշանակված էր մայոր Օհանյան Արտուրը, նստեց հենց իմ հրամանատարական ՀՄՄ-ի վրա եւ իր հետ մի հատ էլ ավակ լեյտենանտ Սահակյան Կարեն նույն զորամասից հետ եկել էր։ Էլի որ գտնվում էր իմ հետ։ Եվ ես զորամասի հրամանատարն եմ, մեր կողը իր ծառայական ավտոյով ինձ հրամանտվեց, որ քշեք, առաջ շարժվեք։ Մոտ 3 կիլոմետր 9 կիլոմետրից արդեն դեպի առաջնագից իջել ենք, դե հակատանկային փոս կա, որը որ բաներ բացած, անցում էր բացած, որպեսզի տեխնիկաները անցնեին։ Տեով անցանք հենց սես աչի վրա փոքր բաժում էր բարձրանում։ Դե իմ դեմս ընթանում էր տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մանցականյանի տանկը, որը աչքից դեմը կողաշրջվեց հենց այդ բաժումը ելավ, կողաշրջվեց հակատանկային փոսի մեջ։ Եվ ես հարցրեցի ես ձեռով էլ էջումին նորմալ է, ասեց որ հայ արդեն իրանք տանկից դուրս էին գալիս։ Շարունակեցի երթը։ Դեից մոտ մի 2-3 կիլոմետր իջանք, ուրեմն դեղ մի փոս կար, դե հավաքվեցինք, որպեսզի հասկանայինք ինչ ալնում եւ բրիգադի հրամանատարը ամիզապես մոտիկացավ, ասեց գեղա մի կանգնեք, քշեք, ընկի դեմը քշի, որ սաղ կալոնան գա։ Ես միանգամից անցա Շարասյան ամենից դեմի տեխնիկան եւ սկսեցինք դեպի Քանդ Խորադիս բնակավայրի իջնելը։ Նույն ճանապարհին կային մեր մոբից զորքեր կային, որը որ չգիտեինք ինչ զորքեր էր, մեր հրետանի էր, տարբեր տեղեր պատահեցին։ Հասնելով արդեն Քանդ Խորադիսին մոտ 1 կիլոմետր 800 մետր, դա Դոնաչինար բնակավայր են ասում, հետո եմ իմացել։ Ուրեմն ձախի վրա նկատեցինք, ուրեմն այս ճանապարհով իջնելուց մեր ձախի վրա մոտ մին 600, 700, 800 մետր էլի sense բաներ է, թում, փոս, sense բաներ է։ Մին 150, 200, միգուցե մի քիչ շատ խմբավորում էր, ուրեմն անհասկանալի ձևով բոլորս էս մի փոսի մեջ գետնին պարկած, էս թինգտված, sense մեր բարբարով ասած։ Դրանցից մի հոգի էլ կանգնած, որը որ ձեռքի շարժով այսպես անելով ուղեկցում էր Շարասյունը։ Եվ մի անգամից Օհանյան Արտուրը, որը որ իմ ուղեկցորդն է նշանակված կողոց նստած, մի անգամից գեղամ, սրանք ինչ ստորաբաժանումներ հնարավոր են լինել։ Սկսեցինք իրար հետ արագ քննարկել եւ նկատեցինք, որ հենց անմիջապես մեր Ձախյանը ճանապարհի թեթև-դաշտային ճանապարհը հակատանկային ականներ էր, սենց իրար վրա շարած, մարտական վիճակի բերած։ Այդ տեսարանը մեզ արդեն մի քիչ տեղիք տվեց մտածելու, ստեղ մեր թիկունքում ականներ, այս կարգի խմբավորումներ, բան, արդեն գլխամասով մենք անցնում էինք եւ այդ խմբավորումներից մեկը գետնից անմիջապես թռավ, վեկալավ մի հատ ձող երկարությամբ Ադրբեջանի Հանրապետության դրոշորեն ամրացված եւ բարձրացրեց։ Հենց բարձրացրեց են կանգնած մարդը, որ մեզ ձեռով ուղեկցում էր, միանգամից սենց խփեց իջեցրեց, միանգամից մենք դե արդեն հասկացանք, որ սրանք Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներ են։ Միանգամից ես հրաման տվի կրակ։ Դեսանտային անձնակազմը նստած էր բոլորը ՀՄՄ-ների վրա։ Միանգամից կրակոցները սկսվեց։ Անձնակազմը վերևից, որը թռան, բաներից, նանն ինչա, ՀՄՄ-ներից կողքով sense թեթև հրամանտ կա։ Այնա վիդեոն կա, այդ դե հստակ երևում է այդ անձնակազմի շարժը, ոնց են ՀՄՄ-ներից կրակում իջնում։ Եվ ՀՄՄ-ների կրակոցները 4-րդ վաշտի հրամանատարը Մայոն Գալստյանը առաջին կրակոցը կատարեց ՀՄՄ-1-ով միանգամից ուղիղ նշանառությամբ այդ խմբավորման մեջը ու իրանք դե չկարացան ուշքի գան sense ոնց որ միջև հելնեն բան ՀՄՄ-ների ավտոմատ պուշկային բոլորը սկսեցին ինտենսիվ կրակ նրանց բոլորին ոչնչացրինք մարտը տևել է մոտ մի 15 րոպե միգուցե մի քիչ ավել եւ այդ մարտի ընթացքում մենք լսում ենք անօթաչու թռչող սարքի ձայն արդեն ուժեղ է կամիկաձե ոչ գալիս է իմ Շարասյան մեջ ելնում է մի հատ տանկ
որը ինձանից հետո 4-րդն էր։ Մի անգամից հարվածում ա տանկին, ուժեղ պայթուն ա լսում, շատ ուժեղ, եւ տանկը սկսում ա վառվելը։ Ես հրաման եմ տալիս առաջ, բոլորը իմ հետևից առաջ, իջնում ենք մոտ 150-200 մետր, աչի վրա սենց փոս էր կար, սենց դաշտեր էր, սենց թմբեր կողքերը։ Մի անգամից դե կանգնում եմ շարասյունը, դե կանգնում եմ եւ հրաման եմ տալիս ամեն թմբի վրա մի հատ ՀՄՄ եմ բարձրացնում, որպեսզի շրջանաձև պաշտպանություն կազմակերպեն, կարող է կողքերնել, անձնակազմ կա մենք չենք նկատել։ Եվ իմ ամենից առաջի խնդիրը, որ տալիս եմ տեղ, ելնում է իմ ստորաբաժանման հրամանատարներին, արագ խնդիր եմ դնում զեկուցել զինամթերքի ծախսը, որովհետև ես հասկացել եմ, որ արդեն զինամթերքի մոտ 60-70%-ը ծախսվել է, ու ՀՄՄ նշեցի, որ ավտոմատ պուշկա է, ինտենսիվ կրակագանացել ազնագազմի կողմից։ Եվ այդ ժամանակ, որ այդ խնդիրները արդեն զինամթերքի խնդիրները ճշտվում են, ես նկատեցի, որ թիկունքից, այսինքն մենք որտեղով եկել ենք այդ ճանապարհով, մի հատ ՀՄՄ է մոտիկանում։ Մի քիչ որ մոտիկացավ, ես էսես նայում եմ, որ ՀՄՄ-ն չկա, բա։ Մի քիչ որ մոտիկացավ, հասկացա, որ դա իմ գումարտակի ՀՄՄ չի, այսինքն ՀՄՄ մեկ էր։ Մոտիկացա եւ նկատեցի, որ այդ ՀՄՄ-ի վրա նստած է Մանուկ Մելքոնյան փոխգնդապետ, այդ որը նշանակված է Զորամասի ուղեկցող։ Մոտիկանում է ինձ եւ ասում, որ խի եք կանգնել, ես Լելեթեփեից եմ գալիս, այնտեղ մեզ են սպասում ձեր Զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Նաիրի Ավետիսյանը եւ Արմեն Պետրոսյանը։ Եկեք գնանք։ Ես իրան ասում եմ, որտեղից եք գալիս, ասում եմ Լելեթեփեից։ Ասում եմ, ես թիկունքից գալացող նոր դուք չէիք, դուք Լելեթեփեի ամենադեմը ես էի, մարդ չի գնացել։ Ինչ Լելեթեփեի մասին է խոսքը։ Բացի դրանից, ինձ Լելեթեփե գնալու խնդիր չունեմ։ Հաջորդը, դուք ով եք, որ ինձ հրաման եք տալիս գնամ։ Դուք սիվոլիշ ինպես մի հատ գումարտակի հրամանատար եք։ Ինձի կարա հրաման տա բրիգադի հրամանատարը, բանակի հրամանատարը, մեկ էլ այն դիվիզիայի հրամանատարում ենթակայության տակ ես խնդիր եմ կատարում։ Ուրիշ ոչ մեկ չի կարող ի պաշտոնը ինձ հրաման տալ տեղ։ Եվ ինքը տեղ ասում է, որ կլինի ձեր բանով, ռադիոկապով, ռացիով, որ խնդրեմ մի հատ խոսամ, ասում եմ այո, տրամադրում եմ ռադիոկապը իրա, կապա տալիս Զորամա բրիգադի հրամանատարին, Բազինոյով Մանասյան Վաչոն։ Պատասխանում է, ես հետևից լսում եմ, որ ասում է գումարտակի հրամանատարը հրաժարում է առաջ գալ։ Ես դե գալիս եմ մի անգամից ջղայնանում ռացիան ձեռից վեկալու, ու ինքը թողոմատ էից նստում նորից հետ, որտեղով եկել է հեռանում։ Եվ հետո իմանում եմ, որ գնում է սուտ ինֆորմացիա մի անգամից իր ակաշին փրկելու համար տարածում, որ գումարտակի հրամանատարը հրաժարվել է առաջ գնալու։ Ուրեմն գումարտակի հրամանատարը ես պետք է այն ֆունկցիոնալ բարձրականություններում գրած, որ անմիջապես պարտավոր է նշելու զինամթերքը։ Եվ քանի որ հասկացել եմ, որտեղ մենք անվտանգ ենք, տեղ այդ նշված տեղը օդը բաց է, որ օպերացիայի ժամանակ ասել են, որ օդը փակ է, խնդիր չի լինի, սա ապահովված է եւ այլ, բայց ես իմ աչքով անձամբ ականատես եմ եղել այդ մարտի ընթացքում ոնց է կամիկաձեն գալիս, մեր տեխնիկան խոցում, մեր ազնագազմը խոցում։ Հասկացել եմ, որ չկա տես բան։ Գնում ենք, հետ ենք գնում այդ ճանապարհով, այդ եկած ճանապարհով, չի կողքի դաշտերով հետ ենք գնում, որտեղ որ Գառնիկ Մահացականյանի տանկը կողաշրջվել, ասինքն 9-րդ կիլոմետրից մոտ մի 4 կիլոմետր, 5 կիլոմետր ներքև, դրանից ներքև մի մեծ sense փոսոտ տեղ կար, որը որ անվտանգ է։ Տեխնիկաները ես դե հավաքվում եմ, մի անգամից զանգում իմ գումարտակի թիկունքի ապահովման կետը գտնվում էր Քոշպեգ բնակավայրում, այսինքն ըստ բնակավայր Հադրութից մի 4-5 կիլոմետր դեպի 9-րդ Խաշմերիոկ մեկի Հադրութի ընկած արանքում։ Որպեսզի զինամթերքի մեքենան մոտիկանա, ես արդեն սկսեմ այդ զինամթերքի բարձման գործընթացը, որը որ ՀՄՄ2-ը մասնագետները դիտիկ իմանան, ամենից բարդ, ամենից ժամանակատար, մեկ էլ ուժ պահանջող process է, այդ ՀՄՄ-ի զինամթերքի բարձումը։ Երեկոյան արդեն Նաիրի Ավետիսյանն էլ մեր կողը Մահացականյան Գառնիկը ես տեղ, ենք այդ զինամթերքի հարցերով, այդ խնդիրներով,
Ավետիսյան Նայիրիկը կապնում է բանակի հրամանատարի հետ, բանակի հրամանատարը խնդիր է դնում, որ նորից երկու գումարտակի հրամանատարին, Աբրահամյան Գեղամի, Մալացականյան Գառնիկին վեկալեք, նորից երեկոյան այսին ժամին եկեք խորացված հրամանատարական կետ։ Նստում ենք ծառայական մեքենա, շտաբի պետից մենակ, առանձին կանչում են, որ մեզ նորից մենակ դու ես իմանում, ոչ մեկ, նորից խնդիր կա ստանալու, գնում ենք խնդիր ստանալու հրամանատարի հետ, արդեն հրամանատարի պաշտոնակատարը Ավետիսյան Նայիրիկն էր, քանի որ Վահանյանը վիրավորվել էր։ Դու ստեկատարում ես այս միջոցառումներն, ես հստակ խնդիրներ եմ դնում անվտանգության հետ եւ այլ, եւ մենք շարժվում ենք դեպի Ստեփանակերտ։ Գնում ենք, որ մտնում են բունկեր, Ջալալ Հարությունյանը գալիս է ձեռով բարևում եւ բոլորին ասում ուշադրություն, կապի պետին ասում այն վիդեոն կմիացնես, լսաղնային Գեղամ Աբրահամյանի ղեկավարած զորքը ոնց է հակառակորդի 150 օքանոց ստորաբաժանումը լրիվ մարտի բռնում շարքիցանում շնորհակալություն։ Արդեն նորից խնդիր ենք ստանում, որ Խոջալույի բրիգադում էլ է եղել տեխնիկական խնդիրներ, մեր գումարտակում էլ է եղել խնդիրներ, բրիգադում էլ է եղել խնդիրներ, մարտի ենք բռնվել, որոշում ենք կայացնում, որ երկու բրիգադի զրահատեխնիկաները հավաքում ենք 9-րդ կիլոմետրում, կազմում ենք 1 շարասյուն դեմքով դեպի Արալիեր, զորամասը, ով շիտատառնում է երկու բրիգադին միասին զրահախումբ։ Զրահախմբի հրամանատար նշանակում տանկային բրիգադի հրամանատար գնդապետ Հայրապետյան Թաթուլը, որը գնում է խնդիր կատարելու եւ դե մանրամասը խնդիրներ է դնում։ Խնդրի կատարման հետ հարց է տալիս, դե խնդիրների ասում արդեն կոնկրետ էլի խնդիրներ է դնում։ Ամսի 7-ի երեկոյան դե խնդիրները դնելուց ասում է հարցեր խնդիրներ, ասա նախարարին ասում եմ այո, խնդիրներ ունենք, պարոն նախարար։ Ասում է խնդրեմ, ասա։ Եվ ես դե թվարկում եմ իմ արդեն լրիվ ինֆորմացիային տիրապետում էի։ Զինամթերքի հարցն եմ առաջադրում, որ զինամթերքի 60-70% լրիվությամբ ծախսվել է, պետք է համալրվի, որը որ սենց ժամանակ է տանում, հələ շեշտում եմ, պարոն Առստամյանը դեղեր, բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալը կհաստատի։ Հաջորդը, ունենք ՀՄՄ-ում տարբեր ձևի խնդիրներ, որը որ հնարավոր չէ հենց հիմի մարտի մեջ մցրած։ Թնդանոթի մասա ջարդել է, որ նշեցի Անդրեի։ Երբ ՀՄՄ-ի աշտարակ չի աշխատում, հենց սպուսկի միացնում ես, էլեկտրականությունը միացնում ես, ավտոմատ անկանոն շարժումներ է սկսում անել, որը որ վտանգավոր է, ինքը իրան ավտոմատ կրակում է։ Առանց սենց մի շարք խնդիրներ թվարկում եմ, բանակի հրամանատարը ասում է շատ լավ, բանին խնդիր է դնում գնդապետ Առստամյանին, իր սպառազինության գծով տեղակալի, որ վերանորոգման գումարտակը, այսինքն Ռեմբատը Երևանից եկած խումբը, վերանորոգման խումբը բոլորին հավքում է գնում 9-րդի խաշմերուկ, սաղ տեխնիկաների մեջ գիշերը, ինչքան խափանումներ կա, մասնագետների հետ լրիվ վերացնում ինձ զեկուցում, որ կամբատը ինչ խնդիրներ ասել է, մահացածը ինչ խնդիրներ ասան, սաղ այդ խնդիրներն հարցերը լուծված է։ Եվ մեկնում են գալիս 9-րդի խաշմերուկ, սկսում այդ միջոցառումն, որտեղ գտնվում էր գեներալ Դավիդովը, թիկունքի գծով տեղակալ, լիցքավորման գործընթացներ սկսած, մի հատ քաոս էր, շատ տեխնիկաներ կային։ Հասկանում եմ գնդապետ Առստամյանն էլ, որ ունենք լուրջ խնդիրներ, դա որ մարտի ընթացքում առաջացած։ Որոշ տեխնիկաներ դեից հանում են, շարասյուն կազմում, որովհետև 9-րդի խաշմերուկը ահա որ վտանգավոր էր, ինտենսիվ հրետակոծվում էր։ Հնարավոր չէ տեղ ոչ լիցքավորման գործընթաց, ոչ չգիտեմ ինչի, եթե մենք նման որոշում կայացնենք, մենք չգիտեմ, մեզ կարող է խաղան հանեին, ազնագազմի կորուստ կունենայինք շատ։ Հանոմա շարասյունով իմ տեղակալին արդեն, իմ գումարտակի տեղակալին սպառազինության գծով ասում, որ Թելյան, տեխնիկաները Ղաջար տեղամաս կան դեպի Ֆիզուլիի տեղամաս, դե ապահով տեղ կա։ Տարդե սա գրուպան գալիս ենք, դե սարքենք բերենք։ Որ պիտի առավոտ 8-ին, 7-ին սկսեինք, պատրաստ չի լինում հələ, մի ժամ տեոշանում եք, այդ մի ժամվա ընթացքում, ինչպես նշեցի, որտեղ վտանգավոր էր, չեմ սխալվել, հակառակորդը սկսում է ուժեղ հրետակոծություն, շատ ուժեղ, որը որ ունենում ենք շատ զոհերել, մեր ազնագազմից չի, մի տանկային բրիգադի հրետանային սաունների ազնագազմը լինում է մեզնից մոտ մի 500 մետր դեպի Արալիեր, դեպի բնակավայր կա, անունը չեմ հիշում, տեղակալված, որը շատ զոհեր է լինում, մեր մոտից է լինում վիրավորներ, տեխնիկաների կորուստներ,
Պրյամոյ պապադանին սա գցում էին տեխնիկաների վրա։ Մի խոսքով, որից հետո արդեն ուրիշ խնդիր ենք ստանում, զանգա գալիս, որ դիվիզիայի հրամանատարը գալիս է կոնկրետ խնդիրներ տա, ինչ ասում եմ, անձամբ դիվիզիայի հրամանատարը գալիս է, ես մոտիկանում եմ գեներալ Արստամյանի հետ, նստում իր ծառայողական մեքենան, տանում ինձ տեղ ցույց տա, որ շուտ պաշտպանության անցնեմ։ 9-րդ կիլոմետրից դեպի մարտական դիրքեր իջնում ենք, կոնկրետ խնդիր այնց դնում, որ այս անցի պաշտպանության Փոխգնդապետ Ավետիսյանն էլ մեր զորամասի հրամանատարի պաշտոնակատարը դեղ։ Մի անգամից գալիս եմ տեխնիկաները վերցնում, գնում ենք ասնում պաշտպանության եւ տենց արդեն պատմությունը երկարա այդքան այդ օպերացիայի վերաբերյալ որպես զինվորական ես մտածում եմ, որ դա շատ սխալ օպերացիա էր, ինչի համար, որովհետեւ տակտիկայում կա sense մի հատ հասկացողություն, որ հարձակվող հակառակորդի վրան հարձակում չեն պլանավորում, դա չկա տես բան։ Այսինքն հարձակվող հակառակորդին առաջին նախապայմանը պետք է կանգնեցնել։ Նույն դե 3 պայման կա։ Հակառակորդը ունենա անդառնալի կորուստներ, դրանց ռեզերվներն հայտնաբերված լինի, կանգնեցնես հակառակորդին, որից հետո 3 անգամ մինիմում գերազանցող ուժերով կազմակերպես հակահարձակում։ Բայց ասենք հակառակորդը մխրճված, հաջողության հասած, մեր թիկունքներ թափանցած, Էթել է sense ինֆորմացիա ունենք քիչ մեզ, դա ասում է, ես արդեն որ եկել եմ, տեսել եմ C6-ին, հասկացել եմ, որ հակառակորդը հենա մխրճված մեր թիկունքում միջև 9-րդ պաշտպանական շրջան, միջև Արալեր, միջև Հադրութի գլուխը անտառների վերևը։ Իսկ ձեր կարծիքով ինչի տապալվեց այս օպերացիան։ Ես կոնկրետ իմ գումարտակի մասով պատասխանեմ, ես չեմ կարող նման հայտարարություն ասեմ տապալվեց։ Իմ գումարտակը իր արժև դրված խնդիրը, ինչ խնդիր բանակի հրամանատարը դրել է ինձ, ես մի բան կարող եմ նշել, որ հստակ կատարել է գումարտակը իր խնդիրը։ Հարցին կպատասխանեմ հետևյալ ձև։ Ես չեմ ասի, երբեք այսքան վաղ ասած չկամ, ձախողվել է օպերացիան։ Օպերացիան ընդհանուր կարգ ձախողվել է, չգիտեմ, օպերացիա կազմակերպողներից միգուցե մի բան սխալ են արել կամ եւ այլ, իսկ կատարողները ես են գիտեմ, որ փայլուն կատարել են իրենց խնդիրի կոնկրետ իմ գումարտակի մասով։ Որպես առաջի անգամ պատերազմայի 18 տարեկան ժամկետային զինծառայողներ բոլորն էլ այնք ասենք առաջի անգամ հակառակորդի հետ մարտի մեջ եմ բռնկվել առանց կաշկանդվելու, առանց չգիտեմ ինչ անելու, բոլորին խոցել, ինչ նշանակետ խփում էին, դրանից հետո էլ գործողություններ, միջև մենք մոտորաձգային ազնագազմի հետ ես միջև վերջի Կրասնի բազարի տակը մարտեր են վարել, ասենք 18 տարեկան ժամկետային նշանառու օպերատոր զինծառայողների մատս որտեղին դնում էին, ասենց հակառակորդին նայում էին, ինչ գրուպ եք եկա, առանց կաշկանդվելու, առանց դուխից կոտրվելու, սա իրենց խնդիրի կատարում էին։ Չկար որևէ մեկը, որ մասնագիտական թուլանար, թերանար կներեք։ Ես բոլորից իմ ժամկետային զինծառայողներից, իմ սպայական կազմից բոլորից գոհ շնորհակալ եմ, պետք է ասեմ։